այսօր անկախ ենք, քան երբևէ ինքնիշխան ենք, քան երբևէ պետություն ենք, քան երբևէ եւ թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի այսօր։ Ինքնիշխան պետությունը մեկ այլ առավելևս թշնամի պետության պարտադրանքով սահմանադրություն չի փոխում կամ առավելևս սեփական անկախության հռչակագրին դեմ չի գնում, որտեղից մեր երկրին ինքնիշխանություն նման որակներով իշխանության պարագայում։ Եվ ինչպես են իրենք իրենց ինքնիշխան համարում, երբ թշնամի պետության պարտադրանքով պատրաստ են փոխելու պետական խորհրդանշանները, երկրի մայրօրենքը եւ ընդհանուր չեղարկելու պետության հիմնադիր փաստաթուղթը, անկախության հռչակագիրը։ Դա ինչ ինքնիշխանություն։ Դա թշնամուց կախյալություն է նշանակում։ Սա ուղղակի մանիպուլյացիա է ուղղված հանրության այն շերտերին, որոնք չգիտեն ինչպես է դրսևորվում պետության ինքնիշխանությունը։ Դա սահմանապահով չի որոշվում։ Սահմանապահի հարցը երկրորդային ու երրորդային է։ Փաստն այն է, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանությամբ երկու տարածաշրջանային տերություն կա՝ Թուրքիա եւ Իրան, եւ այստեղ ազդեցություն ունի մեկ գերտերություն՝ Ռուսաստանը։ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր գտնվել է ռուսական ազդեցության ներքո։ Այդ ազդեցությունն այնքան մեծ է, որ նաև մեր շարունակական սխալների պատճառով հասել ենք այն կետին, երբ Հայաստանի գրեթե բոլոր ենթակառուցվածքները պատկանում են Ռուսաստանին։ Հայաստանի առևտրաշրջանառության գերակշիռ մասը, ընդ որում էական նշանակության ապրանքների ներկրումը, օրինակ ցորենի, Ռուսաստանից է։ Այս պայմաններում, երբ Ռուսաստանի հանդեպ հոխորտում են, ասում թե մենք ինքնիշխանություն ենք ստանում, ինչ են կարծում, ինչպես կարող է Հայաստանն ինքնիշխան լինել։ Ռուսաստանն էլ է այս ամենը լավ հասկանում։ Շատ լավ հասկանում է, որ սա ուղղակի քաղաքական կապիտուլյացիա է, այսինքն Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանալու ազատվել ռուսական ազդեցությունից, ոչ մի կերպ։ Այն օրը, երբ Հայաստանը լրջորեն փորձի անել դա այս վիճակով, ուղղակի սեփական մահկանացուն է կնքելու։ Ռեսուրսների 100%-անոց կախվածություն կա Ռուսաստանից էներգետիկայով, երկաթգծով, ճանապարհներով, առևտրով, տնտեսությունով, ատոմակայանով։ Նրանք էլ են խաղանում, բայց ինչ է տեղի ունենում այս ամենով հանդերձ։ Նրանք մեզ օգտագործում են։ Իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ։ Հանդիմադիր դաշտը կամ սա չի հասկանում, կամ չհասկանալու է տալիս։ Օրվա իշխանությունները հրաժարվել են Հայաստանի ազգային պետություն լինելուց։ Դա շատ մեծ աղետ է հայերի համար։ Մենակով մենք ի վիճակի ենք աշխարհը բանանել, թելադրել, չէ, փոքր երկրները պիտի մեծ երկրների թեյի տակ լինեն, որ կարողանան բան վատ օր ունենաս հզոր ուժեր չի ստացվում, մենք դեռ փոքր ենք, քիչ ենք, փոքր ենք, հնարավորությունները բաներ, ինչ վատ է, բնականաբար մենք պիտի ինչ որ երկրի թեյի տակ լինենք, իսկ բանով որ նայում ենք, բնականաբար կամ Թուրքիա, կամ Ռուսաստանն է։ Մենք այս տարածաշրջանում ստեղծվել կամ հարյուրավոր տարիներ անց վերստեղծվել ենք որպես ազգային պետություն։ Ինչու են Ալիևն ու Էրդողանը շարունակաբար հարձակումներ գործում մեր խորհրդանիշների վրա։ Մեր ինքնության հավաստումը մեր խորհրդանիշներն են, անկախության հռչակագիրը եւ սահմանադրությունը։ Մեր խորհրդանիշ զինանշանի վրա 4 հայկական թագավորությունների զինանշաններն են եւ Արարատ լեռը։ Ազգային պետություն նշանակում է, որ դու ասում ես էական չէ, թե իմ տեսակը հայը որտեղ է ապրում՝ Հայաստանում, Հարևան Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, թե Թուրքիայում։ Ես նրա իրավունքների, կյանքի, ազատության եւ այլ իրավունքների պաշտպանն եմ։ Դա է ազգային պետությունը։ Այն դրսևորումը, որն օրինակ հիմա Իսրայելն է ցուցադրում։ Արցախի կորուստն ազգային պետություն լինելուց հրաժարվելու հետևանքն է։ Այդ դեպքում դու գործոնից դառնում ես գործիք։ Մենք որքան էլ վատ կառավարվող պետություն էինք կոռուպցիայով եւ այլ դրսևորումներով, գործոն էինք տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանը գնում է այն ճանապարհով, որ Հայաստանը մտնում է այդ ձուլվում է պանթուրքիստական այդ բանի մեջ, տարածքի եւ քաղաքական եւ իրավական եւ գաղափարական տարածքի մեջ ձուլում է մեզ։ Եվ այդտեղ եկեղեցին միակ ինստիտուտն է, որը Հայաստանին պահում է անկախ էս պահի։ Անկախ է, չէ՞։ Ինքը անկախ ասում է Արցախ հանձնել վատ, Արցախի վերադարձ լավ, ասում է եկեղեցին։ Հիմա հակասության մեջ է Նիկոլ Փաշինյանի ցանկությունների եւ եկեղեցու։ Հիմա եթե պետք լինի մահմեդականություն ընդունել դրա համար, Նիկոլը կտանի մահմեդականություն։ Երբ դու գործոն ես, եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ մյուսները, որքան էլ քեզ փորձեն օգտագործել, քեզ որպես գործոն են դիտարկում եւ փորձում են հետդ պայմանավորվել, քննարկել տարբեր հարցեր։ Հիմա Հայաստանը հրաժարվելով ազգային պետություն լինելու գաղափարից, գործոնից վերածվել է գործիքի։ Դա նշանակում է, որ մեր փոխարեն Էրդողանը կամ Ալիևը Ռուսաստանի կամ մյուսների հետ նստում որոշում են, թե մենք ինչ պիտի անենք, հետո գալիս մեզ տեղեկացնում են, հրամայում, պարտադրում, թե կգնաք եւ սա կանեք։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։